Ուրիշ նորությունները շարունակվում են, մենք վերադառնում ենք տաղավար արդեն հյուրի հետ, ում սիրով ուզում եմ ներկայացնել, բայց մինչ այդ ուզում եմ փորձենք պատկերացնել միասին մի իրավիճակ, որը բոլորիս ուղեկցում է կյանքի յուրաքանչյուր օր։ Մենք ամեն օր հանդիպում ենք բազմաթիվ մարդկանց հետ, եւ որպես արդյունք հետո փաստում ենք, որ կան մարդիկ, ովքեր մեր կյանքում ասես նվեր կամ պարգև լինեն նրանց հետ հանդիպումները, եւ կան մարդիկ, ովքեր ասես որպես դաս են հայտնվում մեր կյանքում։ Ինչու եւ ինչպես նման մարդիկ հայտնվում են մեր կյանքում եւ ինչ դասեր պետք է քաղենք այդ շփումներից, կիմանանք մասնագետից։ Մեր հյուրն է արևելյան իմաստությունների գիտակ, հոգեբանական տրանսֆորմացիաների մասնագետ Նարադա Գևորգյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, Սաննա ջան, շնորհակալ եմ շատ հրավերի համար։ Մենք ենք շնորհակալ հրավերը ընդունելու համար։ Նարադա, ես ուզում եմ անմիջապես մինչ թեմային անցնել անդրադառնալ ձեր անվանը։ Հազվադեպ, քիչ հանդիպող, եթե չասեմ ես չեմ հանդիպել։ Ինչ է նշանակում Նարադա։ Նարադա բառը ընդհանրապես արևելյան մի լեզու կա, հնագույն սանսկրիտա կոչվում, երևի շատերը ծանոթ են։ Ընդ որում ես ուսումնասիրելուց նկատել եմ, որ հայերենը բավականին նմանություններ ունի։ Դե մենք հենց եվրոպական այո լեզուների ընտանիքին ենք պատկանում։ Այո, ու սանսկրիտ լեզվով Նարադա անունը նշանակում է Աստծո տված, ու իմ հայրենի անունը Ասատուրա, այդպես որոշել է։ Եվ հնդկական արմատներ չունեք։ Բացարձակ։ Հետաքրքիր է։ Եվ հիմա արդեն անդրադառնանք մեր հանդիպման բուն առիթին։ Դուք կփորձեք մեր կօգնեք մեզ հասկանալ, թե մարդիկ, ով հանդիպում են մեզ մեր կյանքի ամեն քայլափոխին, ոչ թե ինչու են հանդիպում կամ ինչ դասեր պետք է քաղենք այդ շփումներից, նախ եւ առաջ ասեմ, որ բոլոր մարդկանց անկախ տեսակներից ընդհանրապես 3 տեսակների եք բաժանում։ Արդյոք քիչ չէ։ Ну, ընդհանրապես այո, արևելյան իմաստությունը, եթե մի քիչ խորանանք իմաստության մեջ, այո, ասվում է, որ ամեն մարդ, ամեն իրավիճակ, որ կյանքում տեղի ունենում, ինքը պատահական չի, պատահականություններ չկան ընդհանրապես, ու յուրաքանչյուր իրավիճակ այդ կլինի աշխատանքի վայրում, ընտանիքում, հատկապես, վեթում նաև յուրաքանչյուր մարդ մեր համար որոշակի դասեր է պարունակում, ու գիտակից կյանքը նշանակում է, որ մենք մի քիչ ավելի ուշադիր ենք լինում, որոշակի անալիզներ ենք անում ու փորձում ենք հասկանալ, թե այս կամ այն մարդը կամ այս կամ այն իրավիճակը ինչ է ուզում, ավելի ճիշտ կյանքը ինչ է ուզում մեզ այս կամ այն մարդու կամ իրավիճակի միջոցով հասկացնել, սովորեցնել։ Ու այդպիսի դասերը առավել թաքնված են այնպիսի մարդկանց հետ, ում հետ կարող ենք նկատենք, որ ինչ-որ խորը կապ է ստեղծվում էմոցիոնալ կամ ինչ-որ խնդիրներ են լինում կամ ընդհակառակը ինչ-որ լավ բաներ են լինում, հա, հաճախ շատ խորը կապով կապված են ընտանիքի անդամներ, ովքեր իրար հետ կենցաղ են կիսում, ընդհանրապես սկզբունքը այսպիսին է, ինչքան որ մարդու հետ մոտ ենք, շատ բան ենք կիսում, այնքան իր հետ ավելի խորը ու ավելի շատ դասեր ունենք անցնելու։ Շատ լավ, եկեք նախ եւ առաջ պարզենք, թե 3 ինչ տեսակների մասին է խոսքը, ինչ տեսակ են լինում մարդիկ եւ ինչու 3։ Ընդհանրապես 3 ասվածը մի փոքր հարաբերական է, այսպես է, ընդհանրապես կա 3 սկզբունք մարդկանց մեջ, հա, դրանք արևելյան լեզվով կամ յոգայի լեզվով անվանում են վատա, պիտա եւ կապխա։ Դրանք մարդկանց տիպեր են 3, բայց հետաքրքիրը որն է, որ այդ 3 սկզբունքները ամեն մարդու մեջ կան, ուղղակի հարաբերակցությունն է տարբեր։ Պատկերացրեք օրինակ մարդու 100% հոգեբանությունը կամ մարմինը, ինքը տոկոսային է, օրինակ 60%, հա, ենթադրենք, ինչ-որ մեկի մեջ շատ է վատան 20% կապխան 20% պիտան օրինակ, ու քանի որ ավելի պարզ լեզվով ասեմ, ու քանի որ այդ հարաբերակցությունները տարբեր են, մենք տեսնում ենք, որ բոլոր մարդիկ տարբեր են, ընդհանրապես չկա նույն հարաբերակցությունը մարդկանց մեջ, ինչու՞մ է այդ 3 սկզբունքները կամ 3 տիպերը արտահայտվում, հա, դրանցից առաջինը օրինակ, եթե խոսենք վատայի մասին, դաժե նույնիսկ ֆիզիկապես մարդկանց մարմնի տեսքից կարող ենք ենթադրություն անել, վատա տիպի մարդիկ, դրանք են մարդիկ են, որ վատն են, չէ՞։ Չէ, բացարձակ։ Վատը նշանակում է օդ, ընդհանրապես, դրանք սովորաբար նիհար նեղ կազմվածք ունեցող մարդիկ են, հա, ովքեր շատ արագ են լինում,
հաճախ վերջույթները սառն են լինում, իրանց շատ դժվար են քաշ հավաքում, իսկ հիմա բոլորը ունեն ինչ-որ ծանոթ կամ ընկեր, որ գիտեք ինչքան ուտում է, չի չաղանում, հա։ Ինչի որտեվ այդ մարդու մեջ օդի տարը շատ է, այդպես մարդիկ կոչվում են վատա ու իրանք ունեն կյանքում որոշակի դասեր, որոնց որ առավել պետք է ուշադրություն դարձնեն, սովորաբար այդպիսի մարդիկ հակում են ունենում տագնապի ու անհանգստության, նույնիսկ հոգեբանները, ովքեր որ տեղյակ են այդ թեմայից, կարող են նկատեն, որ այդ խնդրով դիմում են հիմնականում են մարդիկ, ովքեր որ վատայի տիպին են պատկանում, հավատադաշ։ Այո, այդպես երեք տեսակներից յուրաքանչյուրը, տիպերից յուրաքանչյուրը ունեն այդպիսի որոշակի դասեր, ընդհանրապես դասեր բոլորը շատ ունեն, բայց տիպը մարդուն փոքր հուշում է, թե ինչի ավելի շատ հակում ունի։ Նման մարդիկ հակում ունեն նաև որոշակի անինքնավստահության, համարձակության պակասի ռիսկերի դժվար են գնում, որոշումներ դժվար են կայացնում, շատ շարժուն են լինում, իրանց կյանքի ոնց որ միսիաներից մեկը այդ թուլանալ, հանգստանալ սովորելն է։ Ես կուզենայի հիմա հարցնել, բայց չէ՞ որ գեր մարդկանց մեջ էլ կարող է լինել անվստահություն, լինել տագնապներ, բայց եկեք անդրադառնանք երկրորդ եւ երրորդ տեսակներին։ Այո, երկրորդ ձեր հարցին հիմա կպատասխանեմ, երկրորդ տիպը դրանք պիտա տիպն են, հա, դրանք կրակոտ մարդիկ են, իրանք սովորաբար միջին կազմվածք են ունենում, հեշտ քաշ են հավաքում, հեշտ գործնում են, բայց սենց հակում ունեն զայրույթի ու ագրեսիայի, հա, հաճախ դաժե նույնիսկ կարող ենք նկատել, որ մարդը երբ որ զայրանում է, կարմրում է, որովհետև կրակը համաձայն արևելյան իմաստության շատանում է իր մեջ, ու այդպիսի մարդիկ հաճախ շիկահեր են լինում, ինչ որ կամ կարմիր մազեր են ունենում, մաշկը կարմիր է լինում, իրանց գլխավոր դասը կամ միսիան կարելի ասել այդ զայրույթը ու այդ պորտկալու բռնկվելու ունակությունը սովորելն է կառավարել, ու երրորդ տիպը դրանք կապխատիպի մարդիկ են, այդ մարդիկ իրանք հակառակ ավելորդ քաշի հակում ունեն, իրանց դժվար է քաշ գործնելը, իրանք հակառակը շատ հանգիստ են, շատ երբեմն դանդաղկոտ են, օրինակ վատա տիպի մարդու համար կապխատիպի մարդը միշտ մի քիչ դանդաղկոտ է, իրան դժվար է լինում այդպիսի մարդկանց հետ, հա, ու այդպիսի հակում ունեն, որպեսզի ամեն ինչ պահեն, հաճախ ավելորդ իրեր են կուտակում, որը որ երբեք չեն օգտագործում, իրանց օրգանիզմը, թե մարմինը, թե հոգեբանությունը կուտակելու հակում ունի, հա, դրա համար ավելորդ քաշ կուտակում, ավելորդ իրեր կապվելու հակում ունի, ու ինչ վերադառնալով ձեր հարցին, պետք է հաշվի առնենք, որ այս 3 տիպերը, այս 3 սկզբունքները բնության մեջ, իրանք բնության մեջ նույնպես կան, մարդկանց մեջ նույնպես, ու իրանք տարբեր հարաբերակցության բոլորի մեջ կան, օրինակ եթե իմ մեջ դոմինանտ է վատա դոշան, այդ չի նշանակում, որ ես չունեմ կապա դոշա, կամ ես կարող եմ իմ մեջ դոմինանտ լինի օրինակ երրորդ սկզբունքը կապխան, բայց լինի որոշ չափի նաև վատա ու նաև ինչ որ կյանքի օրինակ եղանակը նույնպես օրինակ զմերը շատանում է կապխատիպը, հա, կարող եք նկատել որ օրինակ հոդասավերը ակտիվանում են աշնանը, հոդասավերը վատա դոշայի հետ է կապված. Դրա համար տարբեր այսպիսի հանգամանքների արդյունքում այս կամ այն դոշան յուրաքանչյուր մարդու մեջ կարող է շատանա ու համապատասխան խնդիրների բերի, հենց դրա համար որ կարող է մարդու մեջ օրինակ երրորդ տիպն է դոմինանտ, բայց տարբեր հանգամանքների արդյունքում տվյալ դեպքում կարող հավասարակշռությունից դուրս գա վատա տիպը ու բերի համապատասխան խնդիրների, այսինքն այնպես չի, եթե ես այս տիպը ունեմ միայն այդ կարող եմ ակնկալել, հա. Այսինքն կարելի է ենթադրել, որ 3 տեսակն էլ մեկ մարդու մեջ կարող է միքսված լինել։ Այո, ոչ թե կարող է, այլ միշտ միքսված է։ Ուղղակի հարաբերակցությունն է տարբեր, երբ որ մենք մարդուն դասակարգում ենք, ասում ենք օրինակ ինքը այս տիպի է, նկատի ունենք, որ այդ տիպը շատ է իր մեջ, դոմինանտ է, բայց մյուս տիպերը նույնպես կան ու ապրելակերպի որոշակի այլ հանգամանքների արդյունքում յուրաքանչյուր այդ սկզբունքներից յուրաքանչյուրը կարող է հավասարակշռությունից դուրս գալ ու համապատասխան խնդիրների բերել։ Նորադա մի հարց, որը կարծում եմ, որ մեզանից յուրաքանչյուրը հանդիպած կլինի կյանքի ընթացքում, ասում են, երբ դու հանդիպում ես մարդկանց, ովքեր քեզ զայրացնում են կամ նյարդայնացնում են կամ բարդացնում են քո կյանքը, նշանակում է, որ դա կա քո մեջ եւ դա ինչ որտեղ արտացոլում է քո ներկայի վիճակը։ Որքանով է դա համապատասխանում իրականությանը։ Կարելի է այդպես ասել, ընդհանրապես ասում են, որ մարդիկ մեր հայելին են, ու սովորաբար շրջապատի մեջ կյանքը որոշակի պատճառահետևանքային կապը մեզ ուղարկում է մարդկանց, որ ընդհանրապես կյանքը մեզ ամենձևով փորձում է հուշի ինչ որ բաներ, որը որ մենք մեր մեջ պետք է լավացնենք, հաղթարենք, ազդային աճ ունենանք, այնպես կյանքի իմաստը հենց դա է, որպեսզի որոշակի գիտակցության էվոլյուցիա ապրենք, ու կյանքը տարբեր իրավիճակներով, տարբեր մարդկանց միջոցով մեզ ուղարկում է այդպիսի հուշումներ, որոնց միջոցով կարող ենք, եթե
նորից մի քիչ գիտակից լինենք, կարող ենք վերլուծել ու հասկանալ, թե մեր մեջ տվյալ ինչ գծի վրա պետք է աշխատենք, հա, ինչու՞մ է հուշումը։ Ու այո, եթե օրինակ ուղարկում է կյանքը մեզ ինչ-որ մարդով, որ մեզ զայրացնում է, հա, կամ որ հիասթափեցնում է, հա, հիասթափությունը ինքը որ երբ որ հիասթափվում է ինչ-որ մարդուց, դա կոնկրետ հուշում է, հա, որ մեր մեջ կա ինչ-որ բան։ Պետք է քաղենք այդ իրավիճակից։ Կոնկրետ յուրաքանչյուր իրավիճակ ինդիվիդուալ է, եթե կոնկրետ հիասթափությունից նայենք, սովորաբար հիասթափությունը կապված է ակնկալիքների հետ ու երբ որ չարթարացված, այո, այն մարդը, ով որ չունի կեղծ ակնկալիքներ, իրան շատ դժվար է հիասթափեցնել։ Սովորաբար մենք հիասթափվում ենք մարդու այն պատկերից, որ ինքներս մեր համար գծել ենք, ակնկալում ենք, հա, որ տվյալ մարդը այսպես պետք է անի, կամ մտածում ենք ես այսպես կանեի, ու մտածում ենք որ ինքն էլ պետք է անի, հա, բայց ինչ-որ մի բան, եթե որոշակի ներքին կյանքի արդյունքում մի քիչ սովորում ենք հիասթափություն ակնկալիքները կամ քչացնել կամ չափավորել կամ չկապել մարդկանց մեր ակնկալիքներին, ազատ թողնել մարդկանց, հիասթափությունը գնալով հեռանում է մեր կյանքից, ու նույն ձևով էլ զայրույթը, նույն ձևով էլ նախանձը, յուրաքանչյուր էմոցիա ընդհանրապես սկզբունքը այսպեսին է, որ մարդու էմոցիաները իրանք հուշումներ են պարունակում, ու այդպես յուրաքանչյուր էմոցիա, եթե վերլուծենք, կարող ենք հասկանալ այդ էմոցիայի պատճառը ու թե ինչա մեր սիրտը ու մեր կյանքը հուշում մեզ այս կամ այն էմոցիայի ու այդ էմոցիան առաջացնող մարդու կամ իրավիճակի միջոցով։ Լավ, եթե պատկերացնենք, որ մարդը զինվեց այդ գիտելիքով, իհարկե ամբողջությամբ կարծում եմ տիրապետել հնարավոր չէ, ամբողջ կյանքի ընթացքում մարդը սովորում է, բայց այնուամենայնիվ, եթե մենք սովորենք հստակ տարբերակել 3 տեսակները, ստացվում է, որ մեր կյանքի ընթացքում տրանսպորտում, խանութում, սոցիալական այլ միջավայրում, միգուցե ցուցասրահում, բոլոր հնարավոր ու անհնարին միջավայրերում մեր ուղեղը պետք է անընդհատ վերլուծի այս մարդը ինչ տեսակ է, ինչու է հայտնվել իմ կյանքում, ինչ դաս պիտի քաղեմ, այդպես պետք է ապրել, չէ՞ որ դա ավելորդ լարվածություն է ստեղծում։ Նո, չի ասի, թե պետք է ֆիքսվել բոլոր մարդկանց ռենտգեն անել, կոպիտ ասած իրենց տիպը հասկանալու համար, ավելի շատ ինձ օգնում է դա այն տեսանկյունից, որ ես իմ տիպն եմ լավ իմանում, կարողանում եմ հետևել թե այս կամ այն երկրում, այս կամ այն կլիմայում, հա, ոնց է այդ սկզբունքներից մեկը շատանում, քչանում, հա, ինքդ քեզ կարողանում ես կողքից նայել, ինքդ հասկանում ես քո հակումները, հա, թե որ խնդրին կամ որ բարդության ավելի շատ հակում ունես, հա, ու կարողանում ես դա գիտակցելով կառավարել, որովհետև տիպերից յուրաքանչյուրի համար կան որոշակի խորհուրդներ, որոնք որ այդ մարդու տիպը մի քիչ բալանսավորում են, հա, իրան ապահովագրում են որոշակի խնդիրներից, որ իր տիպը կարող է բերի, ավելի շատ այդպես է տեղ ունենում, դու ինքդ քեզս ավելի լավ հասկանում, ինքնա ճանաչման է դա բերում, ինքդ քեզ ավելի լավ ես հասկանում քո առանձնահատկությունները, շրջապատում էլ, եթե կարիքը լինում է, նույնպես դա հաշվի ես առնում, ու ինչ-որ մարդկանց մեջ տեսնում ես, ինչ-որ մարդու հետ շփվելուց, օրինակ մենեջմենտի հետ մեջ կառավարման մեջ օգնում է, որ դու մարդկանց տիպերը հասկանում ես, իրենց առանձնահատկությունները հասկանում ես, ավելի շատ օգնում է, ինձ թվում է, այդտեղ ինչ-որ լարվելու բան չկա, ինքդ քո տիպը հասկանում ես ու մարդկանց հետ շփվելուց միջազգային արվեստում նույնպես մի փոքր օգնում է։ Լավ, ենթադրենք այդ տեսակները կարողացանք տարբերել, ավելի լոյալ ենք վերաբերում իրավիճակներին, չենք լարվում եւ գիտենք մի հայտնի իմաստություն, որ եթե չես կարող փոխել իրավիճակը, փոխիր վերաբերմունքը այդ իրավիճակի հանդեպ, նույնը երևի կարելի է կիրառել մարդու նկատմամբ, այսինքն եթե մենք չենք կարող փոխել մարդուն, իսկ մենք ըստ էության չենք կարող փոխել մարդուն, պետք է փոխենք վերաբերմունքը նրա հանդեպ։ Իսկ եթե այդ մարդիկ պայմանական ասած մեղմ բառ եմ ուզում ընտրել, բայց երևի մեղմ չի ստացվի, տոքսիկ միջավայր են ստեղծում իրենց ներկայությամբ, եւ դա կարող է Աստված ոչանի քո ընտանիքի անդամը լինել։ Ինչ անել այդ դեպքում։ Այդ խնդրին բախվում ենք բավականին հաճախ, բավականին շատերս ընդհանրապես այստեղ մի արևելյան այսպիսի խոսք կա, ասում է, որ եթե մարդու հագին լավ կոշիկներ են, հաստ ինքը կարող է օրինակ անտառով քայլի, դեռ ինչ-որ փշեր լինեն, ճյուղեր լինեն, բայց այդ իրան ոչ մի անհանգստություն չպատճառի, ու ընդհակառակը եթե կոշիկներ չունես նույն տեղով ես քայլում, այդ քեզ շատ ոնց որ անհանգստության ու խնդիրների է բերում։ Այդ ձևով էլ եթե մենք ինչ-որ շրջապատ, իհարկե կա ինչ-որ շրջապատ, որ հնարավորության դեպքում պետք է ուղղակի խուսափել այդպիսի շրջապատից, հա, բայց եթե այդ հնարավորությունը չկա,
այստեղ ավելի պետք է այդպիսի կոշիկներ հագնել, այսինքն մի քիչ հոգեբանորեն ավելի ուժեղ դառնալ, կայուն դառնալ, հա, ամենօրյա հեշտ է ասել, այո, ամենօրյա որոշակի պրակտիկաներ կան, որոնք որ օգնում են փորձել զինվել հոգեբանորեն, այնպես որպեսզի կարողանանք կամ մեկ այլ օրինակ կա, մի ծաղիկ կա, երևի լսած կլինեք լոտոսը կոչվում, ջրաշշան, վերջերս որ Հայաստանում ջրաշշանների լիճ կային իդեպ, այդ ծաղիկը ասում են ինքը ջրի վրա է աճում, բայց երբեք չի թրջվում, որովհետև որոշակի թաղանթով է պատված է։ Այդպես էլ եթե սովորենք մեր վրա աշխատել, հոգեբանորեն կայուն լինենք, եթե չենք կարող փոխել շրջապատը, ուրիշ տարբերակ չունենք, փորձենք հոգեբանորեն ավելի կայուն լինել, որոշակի պրակտիկաներ անել ամենօրյա, որոնք որ օգնում են ավելի խաղաղ լինել, ավելի ուժեղ լինել ու մի պահի ասեմ մարդը կարող է այնքան ուժեղանա, որ ոչ միայն այդ շրջապատը իր վրա չազդի, այլև ինքը ազդի այդ շրջապատի վրա։ Իհարկե այդ մի քիչ դժվար է թվում, անիրական է թվում, բայց այդպես է, եթե կա իրավիճակ, որը չեն կարող փոխել փոքր ջանքերով, այդպիսի վիճակի կարող ենք հասնել, բայց այդքան էլ անհնար չի, ամենօրյա 15 րոպե, 30 րոպե պրակտիկա կարելի անել ինքնաճանաչման որոշակի ներքին կյանքի ու այդ մեծապես կօգնի։ Երբեմն նորից եմ ասում, ուղղակի պետք է խուսափել հնարավորության դեպքում։ Դե ինչպես քիչ առաջ նշեցինք, միշտ չէ կամ եթե դա ընտանիքի անդամն է, խուսափել շփումից գրեթե հնարավոր չէ։ Շատ անգամ մարդիկ ասում են կամ կողքից ավելի շատ նկատելի է դառնում, որ մարդիկ իրենց կյանք ներգրավում են նույն տիպի մարդկանց եւ կողքից մեղադրանք է հնչում, որ դու անընդհատ բերում ես քո կյանք պրոբլեմատիկ մարդկանց, եթե ավելի ընդհանրացված ասենք։ Արդյոք դա այդպես է, թե կողքից է այդպես երևում, դուք նաև նշեցիք պրակտիկաներ, մենք կանդրադառնանք, որ դուք կազմակերպում եք դասընթացներ, իսկ կա պրակտիկա, որ այս պահին հիմա մեզ լսող ունկնդիրները ինչ որ շատ հասանելի միջոցներով կարող են կիրառել ամեն օր կամ գուցե հենց այս պահին։ Շատ լավ։ Ինչ վերաբերում այո նույն տեսակի մարդկանց քո կյանքներ գրավելուն, այդտեղ կա որոշակի շատ հետաքրքիր բան, որը որ կարելի է քաղել, այո, թե մարդկանց թե իրավիճակները կարող ենք նկատել, որ երբեմն մարդու հետ նույն իրավիճակն է կրկնվում, հա, դաժե նույնիսկ հոգեբանները հիմա անվանում են կրկնվող սցենարներ, հա։ Այդ շատ հետաքրքիր բան է, ու այո, կա այդպիսի բան, երբ որ մարդու մեջ կա որոշակի չմարսված դաս, չքաղված դաս, ինքան անընդհատ իրանք բերում են նույն իրավիճակին, մինչև որ այդ դասը քաղվում է, այդ շատ տեսանելի է լինում, թե օրինակ աշխատանքի մեջ, հա, թե միջանցքային հարաբերություններում կարող ենք նկատել, որ եթե անընդհատ նույն իրավիճակում ենք, միշտ այդտեղ կա ինչ-որ մի բան, ու մարդու մոտ մի պահի ազարենիա է տեղի ունենում, երբ որ մարդը ոնց որ դուրս է բերում այդ բանը, թե ինչն էր, որ ես անընդհատ անում էի, կամ ինչպես է ինձ անընդհատ պահում, որ նույն իրավիճակը կամ նույն մարդը գալիս էր իմ կյանք, հա։ Լավ է, եթե միտքը փայլատակում է, իսկ եթե չէ, այդպես մինչև կյանքի վերջ ինքը նո այդ հենց դա որ ինչ որ մի պահի մարդը պետք է կանգնի գիտակից կյանքի վրա ու գիտակից կյանքի ճանապարհի վրա ու սովորի հակառակ դեպքում հենց դա որ կյանքը ստացվում է նույն շրջանի մեջ պտտվել այս կամ այն ձևով, հենց դրա համար որ շատ կարևոր է գիտակից կյանքով ապրել, այդ ճանապարհի վրա կանգնել ու փորձել վերլուծել, փորձել այդ վիճակում լինել, երբ որ ես անընդհատ փորձում եմ ինչ-որ դասեր քաղել, անալիզ անել, հա, հենց դրանում է գիտակից կյանքը, հենց դրանում է իր կարևորությունը։ Եթե դա չկա, ցավոք այդ իրավիճակում կլինենք հաճախ օգնում է ինչ-որ մասնագետների կամ խելացի մարդկանց, ովքեր որ ոչ թե խելացի այլ իմաստուն մարդկանց հետ խոսելը, լսելը իրենց է, երբեմն ինքներս կարող է շատ բան չհասկանանք, բայց երբ որ լսում ենք ինչ-որ բարձր գիտակցության տեր մարդու, շատ բաներ բացվում են։ Այդ մշակույթը բոլոր երկրներում, բոլոր հոգևոր ուղիներում այս կամ ձևով կա, հա, որ կան ինչ-որ ավելի բարձր հոգևոր մարդիկ, ովքեր որ ուսուցանում են, որ լսում ենք, հա, հաճախ այդպիսի մարդկանց միջոցով գալիս գիտելիքը, հասկացողությունը, իսկ ինչ վերաբերում է պրակտիկաներին, պրակտիկաները շատ են իրականում, կա ամենահասանելին, ամենաէֆեկտիվ երկուսը կարող եմ ասել, սկսելու համար։ Շատ լավ։ Ընդհանրապես ասեմ, որ օրվա ժամերը շատ մեծ ազդեցություն են ունենում մարդու վրա ու եթե մենք խորանանք արևելյան իմաստության մեջ, օրվա 24 ժամը բաժանվում է 3-8 ժամերի
որոնցից յուրաքանչյուրը որոշակի ձևով ազդում է մեր գիտակցության վրա։ Առավոտը օրինակ կարող եք նկատել, որ որոշակի զարթոնք է տեղի ունենում, բոլորը զարթնում են, մարդիկ, կենդանիները, բնությունը, արևը ծագում, կարող եք նկատեք դաժե որ թռչունները սկսում են զլվլալ առավոտյան, Դրա համար առավոտը ինքը շատ այդ մեր արևելյան լեզվով ասած բարձր վիբրացիաներ է կրում իր մեջ։ Դրա համար երբ որ մարդը սկսում առավոտյան մի փոքր շուտ զարթնել, հատկապես այսպեսի մի գաղտնիք կա արևածագից առաջ 96 րոպե առաջ սկսվում է որոշակի յուրատու 48 րոպե, որը որ ամենաբարենպաստ ժամն է օրվա մեջ, Եվ ամենամութ հատվածն է, չէ՞, արևածագից առաջ։ Մութ ձմեռը ամենացուրտ ես կասեի, ես հիշում եմ բանակում մենք միշտ երբ որ գիշերը պոստի ենք կանգնում արևածագից առաջ ամենացուրտն էր լինում, դու ամբողջ գիշեր սպասում ես երբ արևը ծագելու, որ տաքնս ամենացուրտը հենց այդ շրջանն է, այդ րոպեները իրանք շատ բարենպաստ են մարդու հոգեբանության վրա ազդում, շատ հոգեբանական խնդիրներ հեռանում են ուղղակի առավոտյան շուտ զարթնելով, մարդու միտքը տվյալ օրը ավելի խաղաղ է դառնում, ավելի հանգիստ է դառնում, դրա համար շատ խորհուրդ կտամ այդպիսի սովորություն առավոտյան շուտ զարթնել, արևածագից ոչ ուշ գոնե այդ դեպքում մենք լսվում ենք արևի էներգիայով ու այդ առավոտյան բարձր վիբրացիաներով ու կարող ենք ընդամենը մի շաբաթ այդ սովորությունը զարգացնելու արդյունքում զգալ, որ միտքը ավելի հանգիստ ու խաղաղ է դառնում ու հոգեբանորեն մեզ ավելի պաշտպանված ենք զգում, քանի որ եթե մեր մեջ շատ են բարձր վիբրացիաները, ավելի ցածր վիբրացիաների հետ առնչվելը ավելի հեշտ է։ Իմ համար շատ մեծ բան փոխել այդ սովորությունը, դրա համար բոլորին խորհուրդ եմ տալիս, ինքը բավականին հասանելի բան է, առավոտյան կարելի է շատ պրոդուկտիվ բաներով զբաղվել, ես օրինակ երբ որ ինչ-որ աշխատանք եմ ունենում երեկոյան, միշտ նախընտրում եմ շուտ քնել, առավոտյան շուտ զարթնել, առավոտյան անել այդ աշխատանքը։ Շուտ ասելով քանեսին, եթե չեմ սխալվում, արևածագ ամսվա տարվա այս ամիսներին 55-ից 32-ին էր 3։ Այո, այդքան շուտ եք արթնանում։ Այո, փորձում եմ միշտ արևածագից առաջ արթնանալ, ձմեռը դա մի փոքր ավելի ուշ է լինում, մինչև 7-ից քեզ մոտավորապես հասնում է։ Այո, ամառը խորհուրդ եմ տալիս դա նույնիսկ մի գիրք կա մի հոգեբանի կողմից գրված կոչվում է մագիա պիցի ուտրա, եթե ճիշտ եմ հիշում, նույնիսկ հաջողակ մարդիկ դրան հասել են, այդ գիտելիքին հասել են, թե ինչքան բարենպաստ առավոտյան զարթնելը, դրա համար այո, շատ խորհուրդ եմ տալիս մինչև արևածագը, ինչ որ մեկի համար ինքս դժվար լինի հետևել այդ ժամերին, չգիտեմ, ձմեռը երբ է, արևը երբ է, կարող ենք ֆիքսել ժամը 6-ը, որպես այսպես ֆիքսված արևածագի ժամ ու փորձել արթնանալ մինչև ժամը 6-ը։ Այդ դեպքում առավոտյան կլսվենք այդ բարենպաստ վիբրացիաներով ու ավելի մեծ խաղաղ կզգանք օրվա մեջ։ Այդ պրակտիկաներից մեկն է, երկրորդը նույնպես հասանելի բան, որը շատ խորհուրդ կտայի, կան որոշակի շնչառական վարժություններ, որոնք որ նույնպես ընդհանրապես մարդու շնչառությունը շատ կապված է իր հոգեբանության հետ, կարող եք նկատել ինչ որ բան, եթե շատ ենք լարվում, ինչ որ վատ իրավիճակում են գտնվում, շնչառությունը սկսում է հաճախանալ, մարդը սկսում է հաճախ շնչել, անհանգիստ շնչել, այդ նույն process-ը կարելի է հակառակ կողմից սկսել ոնց որ ու շնչառության միջոցով ազդել հոգեբանության վրա, ու կա շնչառության տարբեր տեսակներ, խորհուրդ եմ տալիս ուսումնասիրել, ամենապարզ շնչառությունը այդ երբ որ ուղղակի աչքերը փակում ենք ու փորձում ենք խորը շնչել, ընդհանրապես շնչառությունը 3 մասերից է կազմված մարդու, մենք սովորաբար մարմնի վերևի հատվածով ենք շնչում, կարելի է ասել ուսերով, կրծքավանդակով, բայց կարելի է փորով շնչել, այդ կոչվում է խորը շնչառություն ու ինչ որ դժվար իրավիճակներից, օրինակ ինչ որ քննության ենք մտնում, լարվում ենք, կամ ինչ որ տեղ ենք մտնում, պետք է ելույթ ունենանք, լարվում ենք, միշտ կարելի է դրանից առաջ կամ ուղղակի առավոտյան 10 րոպե տրամադրել շնչառությանը, փորձել աչքերը փակ, խորը շնչառություն անել, մի քանի անգամ, 10 անգամ կամ մի քանի րոպե, ու եթե առավոտյան զարթնելու հետ դա համատեղենք, ասես մեծապես արագ արդյունք կզգանք, թե ինչքանով մեր ինքնազգացողությունը փոխվում ու հոգեբանությունը ավելի կայուն դառնում, դե նաև եթե այն մարդկանց ովքեր որ հոգեվորի հակում ունեն, նաև խորհուրդ եմ տալիս ամենօրյա որոշակի հոգեվոր պրակտիկա, լինի դա աղոթք կամ մարդիկ կան ովքեր մանտրաներ են ասում, նույնպես շատ ողջունում եմ, հիմնական ամենակարևոր սովորությունները, որոնք որ ավելի հասանելի են ու մեծ ազդեցություն են ունենում արագ ու բոլորին միանգամից ես դա եմ խորհուրդ տալիս։ Մարադա իսկ նշեցիք հոգևոր ուղի, այս ուսմունքը, այդ պրակտիկաները արդյոք համատեղելի են քրիստոնեության հետ, հավատքի հետ։
Իհարկե, միայն շնորհք ես ինքս համատեղում եմ, տեսնում եմ շատ մարդկանց, ովքեր որ համատեղում են ու ոչ Հակասություն միայն չկա, այսինքն։ բացարձակ հակասություն չկա, ընդհակառակը իմ փորձը ու այն մարդկանց փորձում, որ ես տեսնում եմ իմ աչքի առաջ, ընդհակառակը իրենց դա օգնում է, որպեսզի ավելի լավ հասկանան այդում նաև քրիստոնեություն, այդում նաև Հայաստանը իր պատմությամբ, որտեղ Հայաստանը բազմահազար պատմություն ունի, իրականում բազմահազարամյա պատմություն ունի, այնպես որ հակասություն բացարձակ չկա, ընդհակառակը դա մի բան է, որ մեզ ավելի է օգնում ու իրականությունը ավելի տարբեր տեսանկյուններից ենք հասկանում ու մեկը մյուսին օգնում է։ Ավելի շատ հակասություններ բացարձակ չկան ու նաև այսպիսի բան կա, որ դա կոնկրետ արևելյան են իմաստությունը, որի մասին որ ես եմ խոսում, վեդաները իրանք դուրս են ցանկացած ազգային, ռասայական կամ կրոնական պատկանելությունից, իրանք ունիվերսալ են, օրինակ երբ որ մենք դեղ ենք խմում, մենք չենք մտածում այդ ինչ երկրում արտադրված է, ինքը ազդում է, Բայց երբեմն նաև մտածում ենք։ Բայց դրանից իր ազդեցությունը չի փոխվում, ինքը միևնույն է, իր ազդեցությունը ունենում է։ Այդպես էլ այդ իմաստությունը, եթե այդ օրենքները հասկանում ենք, վիբրացիաները, օրվա ժամերը կամ նույնը դասերը կյանքի մեջ թաքնված իրանք դուրս են ցանկացած կրոնի մարդը, ցանկացած ազգի պատկանող մարդը կարող է դա կիրառել, հասկանալ ու մեծ օգուտ քաղել կյանքից, այնպես որ դա ոչ մի ձև չի շոշափում մեր կրոնական պատկանելությունը։ Իհարկե, մեր զրույցից հասկանալի է դառնում, որ շատ լավ է, եթե քո շրջապատը, քեզ շրջապատող մարդիկ մաքսիմալ պոզիտիվ են տրամադրված, գուցե հետևում են հենց այն օրակարգին, որը դուք նշեցիք, թեև բավականին դժվար է շատ վաղ արթնանալ, բայց ամեն դեպքում շատ հրաշալի կլիներ, եթե շրջապատված լինեինք այդպես համբերատար, դրական էներգիայով լցված մարդկանցով, բայց մենք բոլորս ապրում ենք նաև կամ մեզանից մեծամասնությունը սոցիալական հարթակում եւ այնտեղ հանդիպում ենք շատ տարբեր մարդկանց։ Իհարկե կարելի է անտեսել, չշփվել, բայց ամեն դեպքում դա էլ է, չէ, թողնում ազդեցություն մեր հոգեկան աշխարհի վրա։ Իսկ ինչ խորհուրդ կտաք սոցիալական տիրույթում ապրողներին։ Սոցիալական հարթակները հիմա բավականին ունիվերսալ են, ասեմ, ու կարելի է դա բավականին ուժեղ գործիք է դարել իրականում, որի միջոցով կարելի է ինքդ քեզ դեգրադացնել ու լարել, բայց կարելի է նաև դա օգտագործել որոշակի ինքնազարգացման համար կամ բավականին հարթակներ կան մարդիկ, ովքեր շատ նույնպես ակտիվ են սոցիալական հարթակում, խորհուրդ եմ տալիս նախ սահմանափակել սոցիալական ցանցերը, հատկապես քնելուց առաջ, շատ էսպիսի սովորություն կա, մարդիկ քնելուց առաջ միշտ նայում են ու զարթնեցին առաջինը նայում են, երկու ամենաանցանկալի ժամանակն է դա անելու համար, խորհուրդ կտամ մի փոքր սահմանափակել ուղղակի հատկապես նորից քնելուց առաջ, ինչ որ քնելուց առաջ ենք նայում, ինքը շատ խորն է մտնում գիտակցության մեջ, հաճախ նույնիսկ երազների է բերում, հա, դրա համար խորհուրդ կտամ մի փոքր սահմանափակել ու սոցիալական ցանցերը փորձել լցնել կոնտենտով, որը որ ոչ թե մեզ լարում է, այլ մեզ ինքնազարգացնում է, այդպիսի կոնտենտ նույնպես կա ու այդ դեպքում այդ գործիքը կվերածվի բարենպաստ բանի, որը որ մեզ կբերի ավելի գիտակից կյանքի ու չի խանգարի։ Հայ ասացիք ունիվերսալ է եւ ես պատկերացրեցի, չես հավանում այս շփումը բլոկավորելու գործառույթը կա եւ դրանով իսկ արդեն սահմանափակում ես բացասական ազդեցությունը։ Դե ինչ ես հույս ունեմ, որ մեզ ունկնդրող մարդիկ այս պահին գոնե մի բան օգտակար իրենց կյանքի համար վերցրեցին, խորհուրդներ, պրակտիկաներ, նաեւ տեղեկացնենք, որ դուք կազմակերպում եք դասընթացներ, որոնց հետևելով եւ մասնակցելով կարելի է կատարելագործել ընդհանուր պատկերացումը ավելի երջանիկ կյանքի մասին։ Այո, ես անցկացնում եմ դասընթացներ, նաև սոցիալական հարթակներում բավականին ակտիվ եմ, Նարադա անունով ինձ կարելի է գտնել բոլոր սոցիալական հարթակներում ու ծանոթանալ այն ինֆորմացիային, որով որ ես կիսվում եմ։ Նարադա, շնորհակալություն հրավերն ընդունելու համար այս անգին խորհուրդների։ Ես հիշեցնեմ, այսօր հյուրընկալել էինք արևելյան իմաստությունների գիտակ, հոգեբանական տրանսֆորմացիաների մասնագետ Նարադա Գևորգյանին։